Հայլույս Ասո խոսքեն գուզեմ գարտալ այսօր Մատթեոս ավետարանեն 11-րդ գլուխ երկրորդ համարեն մինչև 19-րդ համարներ մտի գնենք Աստծո խոսքը Հովհաննես բանի մեջ էր երբ լսեց Քրիստոսի գործերը իր աշակերտներեն երբ գրգելով հարցուցանոր Տունանես որ գալու էր թե ուրիշի մը սպասենք Իսուս պատասխան դալով անոնց ասավ կացեք պատմեցեք Հովհաննեսին ինչ որ գլսեք եւ գտեսնեք Գույրերը գտեսնեն գաղերը գալեն փորոտները գմակրվին խուլերը գլսեն մերելները հարություն գառնեն ու աղքատներուն ավետարան գկարոզվի Երանի անոնց որին վրայովս չեն կայտագիր Երբ անոնք կացին Հիսուս սկսավ ժողովրդին ասել Հովհաննեսին համար Ինչ տեսնելու ելակ անավադի մեջ Երեք հովեն շարժված Հաբա ինչ տեսնելու ելակ Պապուկ հանտերսներ հակած մարդմը Ահա պապուկ հանտերսներ հակնողները թակավորներուն դուներն են Հաբա ինչ տեսնելու ելակ Մարգարե Այո գսեմ ցեզի Մարգարե մնե Մարգարե մն ալ ավելի է Կանզի ասիգայ որուն համար կրված է Այ ես իմ տեսպանս կղրգեմ քերեսիտ արջևեն Որքու ջամպատ պիտի բադրաստե քո արջևետ Ճշմարիտ կսեմ ցեզի Գիներեն զնազդերում մեջ Հովհաննես մգրդիչեն մեծը ելած չէ Սեղան երիքի թակավորության մեջ ամենեն բզդիգը անգե մեծ է Ու Հովհաննես մգրդչին օրերեն մինչև հիմա երիքի թակավորությունը ուժով գարնվի և ուժեղները գապշտագեն զանիգա Կանզի բոլոր մարգարեները ու օրենքը մինչև Հովհաննես մարգարեություն դրին Եթե գուզեք ընդունիլ անիգա Եղիան որ պիտի կար Ան որ լսելու ական չունի թող լսե Բայց որու նման ցնեմ այս ասկը Գնամանի դողոց, որոնք շուգաները նստելով իրենց ընկերներուն կգանչեն ու գսեն փող հնչեցուցինք ցեզի ու չխաղացիք ողբ կարտասինք ցեզի ու գործ չրիք Քանզի Հովհաննես եկավ ոչ կուդեր եւ ոչ կխմեր ու գսեին թև գանոր ներսիտին Որտի մարդու եկավ գուդև ու գխմե եւ գսեն ա ուդող եւ արփեցող մարդը մաքսավորներու եւ մեղավորներու բարեկամ Իմաստությունը արտարացավ իր որդիներեն Թող դեր օրտեր սուպ խոսքին ընթերցումը Եկեղեցական եթե օրացույցին նայինք Պաշտամունքներու հետ առնչված Մի տեսնենք որ անցյալ գիրագի եւ այս գիրագի երկու գիրագիներ հատկացված է Հովհաննես Մգրդիչի առաքելության Անցյալ գիրագի օրվա հատվածի մեջ կներկայացի Հովհաննես Մգրդիչի առաքելությունը որպես նախագարաբեդ որպես ջամփա պատրաստող Տեր Հիսուսի առաքելության Եկավ կարոզեց ապաշխարեցեք վազ երկի թակավորությունը մոդեցած է Եվ անշուշտ եթե սերդելու լանք մի տեսնենք որ հին գդագարանի այս բոլորը Հովհաննեսի առաքելությունը իր արմատները ունի հին գդագարանին մեջ գարելի հատվածներ գտնել այդտեղ եւ անշուշտ նաեւ անոր կարեւորությունը իր կարոշության մեջ գշեշտի ապաշխարության իմաստը որպես կյանքի եւ մտքի ուղղությունը փոխելու ընթացք ապաշխարել այսինքն կյանքիդ այլ ընթաց տալ կյանքիդ այլ ուղղություն տալ հիմնական փոփոխություն կատարել կյանքիդ մեջ եւ անշուշտ Տեր Հիսուս Քրիստոսի հրավերը ընդունելով Եվ անշուշտ մեր պատրաստության մեջ կարևորությունը ինքնակնության, քանի որ երբ որ Հովհաննես գկարոզեր դարձավ գսե փարիսեցերուն եւ գրոնականներուն եւ սա որ պետք է ցեզի ապաշխարության բդուղ ունենակ եւ երրորդ գլուխի մեջ գսե որ գացինը ծարին արմատներունքով գտրվի եւ այն ծառը որ բդուղ չի դար Պիտի գդրվի եւ գրագնետվի Եվ ուրեմն կարևոր է որ այս պատրաստության մեջ մի ծնունդի կպատրաստվենք կարևոր է մեր կյանքի ինքնակնությունը եւ տեսնելու որ որքանով մեր կյանքի մեջ հոգեվոր բդուղ կամ հոգեվոր կյանքի մեջ այս բդուղները գոյություն ունի Հետաքրքրական է այսօրվա հատվածը որովհետեւ Եվ որ առաջին անգամ Հովհաննեսի մասին գարտանք եւ իր առաքելության մասին գարտանք այսօր կտեսնենք որ
Դարձյալ հիմնական անձնավորությունը այս հատվածի մեջ նաև Հովհաննես Մկրտիչն է։ Բայց դարիներ անցած են, 2 տարի, 3 տարի անցած են անփանի մեջն է եւ բոլորս գիտենք ինչու։ Հերովտեսը թագավորը զինք փանդտրա, որովհետեւ իր հանցանքը, իր մեղքը իր երեսին ըսավ։ Եվ այդ պատմությունն գիտենք, որ ինչպես Հովհաննես ետքը գլխատվեցավ։ Դեր Հիսուս դուրսն է, բայց իր առաքելությունը գշարունակի։ Հովհաննես բանի մեջն է, Հիսուս դուրսն է։ Եվ Հովհաննես լսած է Հիսուսի գործերուն մասին, թե ինչ կլան։ Եվ ըստայմ թե որպես հրյա նաև դեղյակ էր 5 դագարանի մարգարեություններուն, որոնք գապված էին Մեսիայի Քալստյան հետ։ Եվ այս մեկը անշուշտ գիտենք, որ Աստծո խոստումն է դրված իր ժողովրդին, որ Մեսիան պիտի գա։ Ուրեմն ճամփան պատրաստեցեք, Մեսիան պիտի գա։ Եվ ինչ կնե Հովհաննես իր աշերտները գղրգե հարցումովը։ Թունանես որ պիտի գա իր գամ ուրիշիմը սպասենք։ Դու Մեսիան ես։ Անշուշտ այս հարցումը միան Հովհաննեսի հարցումը չէ, հավանաբար նաև բոլորին հարցումն է, ժողովրդին հարցումն է։ Եվ այս հարցումը ցույց կտա, թե Իսրայելի ժողովուրդը այդ սպասման վիճակին մեջ էին, փրկության, Մեսիայիմը Քալստյան եւ 400 տարի լրութենե հետ Հովհաննես Մկրտիչ եկավ եւ այդ ապաշխարություն կարոզեց։ Եվ հետեւաբար Հովհաննես լսելով Հիսուսի գործերուն մասին, թե Հիսուս ինչ կնե, զինք կգաբե Մեսիայի հետ, կա հիմա տեսնենք հատվածներ վիտնամ 5 դագարանեն։ Թունանես որ պիտի կայր կամ ուրիշին սպասենք, ինչու այս հարցումը Հովհաննեսի կողմ է, արդյոք իր մեջը գասկած կա։ Ինչ է իր նպատակը այս հարցումին մեջ։ Նախապես գարտանք հետևյալներ։ Եվ Հովհաննես Մկրտիչ Տեր Հիսուսը մկրտեց, գսե որ անդեսավ Սուրբ Հոգին, որ աղավնի պես վրան իջավ եւ լսեց ցայմը, որ գսեր ասիկա է իմ սիրելի որդիս։ Այս մեկը աստվածային հայտնություն է Քրիստոսի հետ կապված, որ Աստված գսեգոր որ իր հոգիով գսեգոր որ Տեր Հիսուս Աստծո որդին է, անոր մտի գրեք։ Հովաննավեդանի մեջ գարտանք, ահա Աստծո որ աշխարհի մեղքը գվերցնե։ Ուրեմն Սուրբ Հոգին Տեր Հիսուսի ինքնությունը հայտնեց Հովհաննեսի որպես որդի Աստծո, իսկ այս խոսքը, ահա Աստծո որ աշխարհի մեղքը գվերցնե, անշուշտ ասի Հովհաննեսի մարգարեությունն է գապված է Հիսուսի փրկագործության հետ։ Որ այս քարնուկը պիտի մեռնի, պիտի խաչվի։ Նաև Հիսուսի համար ասավ, որ ես ձեզ ջրով կմկրտեմ, բայց ինձ հետ եկող ավելի զորավոր է եւ ձեզ հոգիով, Սուրբ Հոգիով պիտի մկրտեք։ Տեսնեք համբարձումը Պենտեկոստեի դեպքը եւ անշուշտ Սուրբ Հոգի այս մկրտվելու հասկացողությունը։ Հիմա լսելով Տեր Հիսուսի գործերուն մասին եւ անցումը որ այս բոլոր բաները լսած է, դեսած է, ինչ է Հովհաննեսի նպատակը իր հարցումի մեջ։ Արդյոք գասկած կամ հավատք, որ գուզե հստակացնել իր գիծածը եւ նաեւ հաստատել, affirmation գսենք անգլերենով, հաստատել։ Կամ եթե Հիսուս Մեսիան չլար, նաեւ Հովհաննեսի առաքելությունը բարաբիկացած բիդելար։ Ուրեմն գս տունես կամ տուն չես։ Ես կհավատամ, որ Հովհաննես երբ իր աշակերտները գրգեց Հիսուսի, գրգեց ամբողջությամբ հավատալով մարգարեության խոսքերուն։ Բայց երկու բան ուզեց՝ լուսաբանություն եւ հաստատում Տեր Հիսուսի կողմը։ Լուսաբանություն եւ հաստատում։ Հիսուսի կողմը թե ինք սպասված եւ ինք անգալված Մեսիան է։ Եվ ադորամար եթե Հիսուս Մեսիան է, ուրեմն Հովհաննեսի առաքելությունը հաջողած է։ Ինք ճամփան պատրաստեց եւ արդեն կպատրաստվի որ մեռնելու գլխում կալիկը գիտենք։ Ուրեմն Հովհաննեսի առաքելությունը վավերական է եւ ինք հավատարիմ գտնված է անոր մեջ։
իր առաքելության մեջ։ Հիմա Տեր Հիսուսի պատասխանը, Հիսուս կպատասխանե, Տեր Հիսուսի պատասխանը իր մեջ կբարունագե գրկնագի հստակացում։ Երկու բան Հիսուս կհստակացնի, ասա որ կացեք եւ պատմեցեք ինչ որ գտեսնեք։ Եվ անշուշտ Եսայի մարգարեութենեն գույրերը գտեսնեն, գաղերը կալեն, փորոտները կմակրվին, խուլերը կլսեն եւ մերելները հարություն կառնեն։ Տեր Հիսուս մեջբերում կա Եսայի 35-րդ գլուխեն, առաջին 10 ամառները, եթե գարտակ ասոր մասին է, եւ անշուշտ Եսայի 61 առաջին համարը, եթե գարտակ Հիսուս նույն հատվածը գարտած Նազարեթի մեջ, ժողովարանի մեջ ասելով որ Տերոջ հոգին իմ վրաս է եւ այլն, եւ ասավ այսօր այս խոսքը գդարվեցավ։ Այս մեկը իր պատասխանն է Հովհաննեսի։ Կացեք ասեք որ գույրերը կտեսնեն, գաղերը կալեն եւ այլն։ Այս մեկը գապված անշուշտ իր փուժելու եւ ավետարանը կարոզելու առաքելության հետ։ Նաեւ ավետարանը կկարոզ, որ գտնվի ոմանց կողմէ մտնելով ասոտակարության մեջ, իսկ ուրիշներ ինչ կնեն գմերժեն, արագոմը կվերջացնեն, որ մարդիկ կամ որ գտնունին, մարդիկ կամ որ գմերժեն։ Ուրեմն Հիսուս Հովհաննեսի գհստակացնե եւ գվստահեցնե թե 5 դարի մարգարեությունները գդարվին իր մեջ։ Գդարվին նայ ինչ ինք կոմոդենա խաչելության։ Ուրեմն գուզե Հովհաննեսի ասել որ այո, ես եմ Մեսիան։ Ես եմ Մեսիան։ 5 դարի մեջ բոլոր գրվածները գդարվին իմ յանքիս մեջ եւ պիտի գդարվին անշուշտ Քրիստոսի մահվան, Քրիստոսի խաչելության մեջ։ Ինչու այս բոլորը, որովհետև այս բոլոր խոստումները կգադարվին, քանի որ Աստված հավատարիմ Աստված է։ Հիմնական նյութը այսօր նա է որ Աստված հավատարիմ Աստված է։ Եթե մտիգրիկ հատվածին, երբ հատվածը գարտանք նաև Տեր Հիսուս նաև ժողովրդին գհստակացնե Հովհաննեսի ինքնությունը։ Ինչ կանգալ է գսավ տեսնել եւ գսավ որ մարգարեմ ավելի մեծ է Հովհաննես եւ անշուշտ Եղիան գիշվա այստեղ։ Գիտեք Եղիան ողջ երկին կառնվեցավ եւ Մահակյա մարգարեության մեջ գսավ որ Մեսիան պիտի կա Եղիայի հոգիով։ Մահակյա վերջին գլուխի մեջ այս մեկը հիշված է։ Ուրեմն Հիսուսն այո բացատրե Հովհաննեսի ինքնությունը եւ արագով կվերջացնե որում մեջ կճանա ցույց տալ ժողովրդին այդ մեր ժողական նաև ընթացքը։ Ինչու՞։ Քանի որ իրենց համառության եւ խստաբարանոց լալով, ինչպես անցյալին, ինչպես անաբադի մեջ 40 տարի Աստված իրենց անաբադը բդացուց, քանի որ համար էին, խստաբարանոց էին, քանքադեցան, հրաշները տեսան եւ քանքադեցան Մովսեսի, սիմվոլ։ Ետ դառնանք Մեզ Եգիպտոստար սխտորները սոխեր ավելի լավ են, աս անաբադի մեջ պիտի մեռնենք։ Եսայա 35-րդ գլուխին առաջին համարը նայեցեք ինչ կսե։ Կսե անաբադն ու չոր երգիրը պիտի ուրախանան եւ անփնակ երգիրը պիտի ցնծա ու Շուշանի պես պիտի ծաղի։ Շուշանի նկարը փորձեցի գտնել շատ գեղեցիկ մանիշակագույն, շատ գեղեցիկ ծաղիկ մնե։ Անիգա բոլորը պիտի ծաղի եւ ցնծությամբ ու երգերով պիտի ուրախանա, անոր պիտի դրվի լիփանանի փառքը։ Անաբադն ու չոր երգիրը պիտի ուրախանան։ Will prevail, will not prevail, գսե անգլերենով։ Անփնակ երգիրը պիտի ցնծա ու շանի պես պիտի ծա։ Այս խոսքը շատ կարևոր է եւ պատկան մնե որ հույսով լեցուն է։ Գիտեք ընդհանրապես նոր գդարանը գարտանք եւ գճանանք պատկաններ, բայց կտեսնես որ նաեւ 5 դարանի մեջ մարգարեության մեջ այդ հույսով լեցուն այս պատկանը կա եւ այս խոստումը կա։ Հետևաբար ինչ կնշանակի այս մեկը
այսօր մեզի համար։ Այս հատվածը եւ մարգարեությունները կապված են 5 դագարանի հետ։ Եվ Տեր Հիսուսի դեր քալիք մահվան եւ հարության հետ։ Ուրեմն այս բոլորը զորավոր հիշեցումներ են, որ Աստված հավատարիմ Աստված է իր ժողովրդին հանդեպ, հավատարիմ Աստված է։ Ուրեմն Հիսուս կճանա գործել, որ Հովհաննեսի եւ անշուշտ բոլորին, որ դեր եւ որ խոստում կուտա, դեր իր խոստումներու մեջ հավատարիմ է։ Եվ մանավանդ իր ժողովրդին հանդեպ հավատարիմ է։ Եվ անշուշտ քույրեր եղբայրներ, այս մեկը հույսի պատկամ է, մանավանդ երբ զանիկա կգարտանք այս դժվար պայմաններու մեջ, կգարտանք դժվար օրերու մեջ։ Այսօր մենք հանգիստ օրեր չենք ապրիլ։ Այսօր մենք անորոշ վիճակներու մեջ գաբրինք։ Մեր սրտերը մտահոգությամբ լեցուն են, մեր մտքերը մտահոգությամբ լեցուն են։ Ինչ պիտի լա այս վիճակը։ Խաղաղության ծարավը ունենք։ Պիտի ասեմ, որ մենք այսօր անաբադի մեջ կաբրինք, չէ՞։ Այո, դուրս անաբադ չէ։ Բայց մեր կյանքը այսօր անաբադի գրմանի։ Բայց Քրիստոսի ծնունդով եւ ներկայությամբ մեր անաբադը եւ չոր երգիրը պիտի ուրախանա եւ պիտի ցնծա։ Եվ այսօր համար այս խոսքերը շատ գեղեցիկ համար մնացի գա։ Եվ ադրամար այս մեկը հույսի պատկամ է մեզի համար։ Վերջացնեմ իր այցելության ընթացքին։ Գիտեք, արդյոք Պապը Լիբանան եկած էր եւ բավական բաներ եղավ։ Լավ բաներ եղան իր այցելության։ Իր խոսքերն ալ հետաքրքրական էին։ Պապը գսե հետեւյալը, գսե որ խաղաղությունը նախ մեր սրտերեն պետք է որ սկսի։ Մեր սրտերեն պետք է որ սկսի։ Եվ գսկսի, երբ որ մենք հաշտված ենք Աստծո հետ, հաշտված ենք մեր անձին հետ, եւ անշուշտ նաեւ հաշտված ենք ուրիշներուն, մեր շրջանագին հետ։ Եվ այս հաշտությունը շատ կարևոր է։ Եվ մեր ամբողջ ծնունդի դոնագադարության սիրտը պետք է որ լա։ Անշուշտ Տեր Հիսուս եկավ, որպեսզի մեզ հաշտեցնե Հոր Աստծո հետ։ Գիտեք, Պողոս առաքյալ շատ գեղեցիկ ձևով կնկարագրենք, ասա որ բադ մգար մեր եւ Աստծո միջև, այդ բադը վերցուց, կանտեց, ուրիշ տեղ ասա որ խաչով այդ անտուտը գամրջեց, որպեսզի մենք նաեւ Աստծո կողմը անցնենք։ Այո, խաղաղությունը մեր սրտերեն կսկսի։ Ադորամար թող խաղաղության իշխանը, որուն ծնունդը պիտի դոնենք, կամ կպատրաստվենք դոնելու, թող խաղաղության իշխանը եւ հույսի եւ հաշտության աղբյուրը թող նորոգե եւ զորացնե մեզ։ Այսպես պետք է լա մեր պատրաստությունը։ Հիշենք, որ ինչ ալելա մեր կյանքի վիճակը դերը հավատարիմ Աստված է եւ հավատարիմ է իր խոստումներուն մեջ։ Եվ անշուշտ իր մեջ հույս կա, իր մեջ խաղաղություն կա։ Եվ իրմով գրնանք նորոգվել, գրնանք զորանալ եւ իրմով մեր սրտերը խաղաղությամբ գլեցվին, որպեսզի հավատարիմ մնանք Աստծո խոսքերուն։ Գսե Երանի խաղաղություն նողներուն, վասնզի Okay, նաեւ անոնք խաղաղության որդիներ պիտի գոչվին։ Գտեսնեք, խաղաղության որդիներ պիտի գոչվին։ Եվ անշուշտ այդ մեկը դերոջը ներկայությունով գլա։ Չեմ գիտեր ինչ տեսակ անավադի մեջ գաբրիս կամ գաբրինք միշտ հիշենք Աստծո հավատարմությունը, որ դեր հավատարիմ Աստված է եւ իր խոստումները մեզի հանդեպ չի մոռանալ։ Թող այս հոգիով մեր այս ամիսը շարունակենք եւ այս հոգիով պատրաստվենք Տեր Հիսուսի ծնունդը դոնելու եւ անշուշտ նոր դարին թիմավորելու։ Աղոթենք։ Եկնավոր Հայր, փառք ու դանք քեզ ով դեր որ այսօր նաեւ մեզի հիշեցնես, որ դու պիտի ծնես, ծնած ես, բայց ով դեր մենք
քու ծնունդդ պիտի վերհիշենք, ուրախությունով պիտի լեցվենք, բայց ով դեր նաև հիշես որ գուզես որ մենք մեր սրտերը եւ մեր կյանքերը պատրաստվին ով դեր քեզ դիմավորելու։ Մեզի այդ ինքնակնության հոգին դուր այդ պատրաստականությունը դուր ով դեր որ իսկապես կարողանանք մեր անձերը քննել ապաշխարության հոգիով, վերանորոգման հոգիով եւ խնդրենք ով դեր որ ցուն մեր կյանքերում մեջ շարունակես ներգալ եւ մեր կյանքերը լեցնես խաղաղությունով, սիրով եւ մանավանդ հույսով լեցնես ով դեր։ Մեզ հետ եղիր այս մնացյալ շաբաթներում մեջ եւ մեզ ով դեր քու շնորհքիդ եւ քու սիրույթ մեջ բահե դեր Հիսուսի անունով գաղութենք Հայր որդի եւ Սուրբ Հոգի շնորհ կրե մեզի։ Ամեն։